Սահմանը հեսա, քանի մետր է, 10 մետր, 15 մետր։ Դե ստեղից ենքում արդեն գետն է, մինչև գետը արդեն մի 30-40 մետր կա, նոր գետը կնում է։ Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ընթացքին Մարգարայի բնակիչն իր ջերմոցից է հետևում։ Զինվորները հայեր են, ռուսներ չկան այլատը, իսկ առաջ ամբողջ ռուսներ էին։ Հիմա առաջվա նման չի, առաջ ընդհանրենք բոլորը պետք է գնային այն զինվորները սսկեին, հանկարծ անցում չի եղել, բան չի եղել։ Հիմա նույնիսկ տես խցիկներ են դրել ամենուրեք, եթե հանկարծ մեկը խախտի սահմանը, այնտեղ զաստավում նստած, այնտեղ նկարում են, այնտեղ տեսնում են որտեղից է, ու գնում առնում են։ Երբ 2022-ին կառավարության որոշմամբ վերանորոգվեց Մարգարա անցակետը, այնտեղ մշտական ծառայություն էին իրականացնում Ռուսաստանի սահմանապահ զորքերը։ 2025-ի փետրվարից արդեն այդ ծառայությունն իրականացնում են միայն Հայաստանի սահմանապահ զորքերը։ Հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետն ամիսներ անց մարտին բացվեց 10 օրով Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ տանելու նպատակով։ Ըստ կառավարության սա բեռները Թուրքիայով առավել արագ ու նվազ ծախսերով տեղ հասցնելու լավ տարբերակ էր։ Հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարի մասին սահմանամերձ այս համայնքի բնակիչները միակարծիք չեն։ Դե գիտեք ինչ, այստեղ միանշանակ չեն կարող ասել, լավ կնի թե վատ կնի, բայց իմ կարծիքով օրինակ ինչքան էլ թշնամական, դե որ թվից, մի քիչ թշնամի են եղել Թուրքիայի հետ, բայց այդպես շարունակել չի կարելի։ Իմ կարծիքով, իմ կարծիքն է դա։ Վերջապես իրար կողք ենք ապրում, պետք է հարաբերություններ ունենանք, առևտուր լինի, գնալ լինի, որպեսզի պատերազմը հեռու լինի, մեզանից պատերազմ չլինի։ Պատերազմի վտանգից այն կողմ բնակիչների մի մասը սոցիալական վիճակի վատթարացման վտանգն է նշում։ Մեծ մասն այս համայնքում հողագործությամբ է զբաղվում՝ լոլիկ, պղպեղ, խաղող ու կանաչի մշակում։ Վերջում դրանք իրացնելու լուրջ խնդրի առջև կանգնում։ Սահմանի հնարավոր բացումը նրանք կապում են այնտեղից հնարավոր ներմուծվող ապրանքների հետ, ինչն իրենց կարծիքով վտանգ է տեղական շուկայի համար։ Բիբարները չորացել են, ցուրտը տարել է։ Էսել երբ որ կարմրում է, բերում ենք փռն, հետո աղում ենք օգտագործում։ Վաճառում եք նաև, թե։ Հա, որ շատ ալնում վաճառում ենք։ Իսկ ընդհանուր ո՞նց է կյանքը Մարգարայում, Տիկին Ռոզա։ Սովորական էլ ոնց որ գյուղացիների կյանք։ Նենց էլ Մարգարային է։ Աճեցնում ենք, ծախում ենք։ Ասենք բիբարնա, պամիդորնա, մարոլը, չգիտեմ, ուրիշները ոնց ես լավ չեմ տրամադրված։ Լսում եք խշխշոցը, ոնց է չորացել։ Էդ արդեն աղալու է, այն էլ նորա չորանը։ Այ լալա։ Լալա, հարի ազիզ հույր է եկե։ Էդի ոչ մեկը չի կարող ասի, լավ կլինի, թե վատ կլինի։ Ճիշտ չեմ ասում։ Լավ բան չկա։ Հա, լավ բան չկա։ Բան չկա։ Ահա, տեսար մեծ է յենի։ Ինչ լավ բան։ Թուրքի հետ Բա թուրքի ինչ լավ բան։ Թուրքից լավ բան է սպասում։ Ոչ։ Թուրքը մնում թուրք, հայ մնում հայ։ Ազիզ ջան։ Թուրքը քիչ կոտորես մեր երիտասարդներին, ընտանիքները քայքայվան։ Ցավը տանեմ։ Ապրեն կտեսնենք։ Էդի որովհետև մեր խելքի բանը չի, մարդիկ գիտնականներ կան, քաղաքագետներ կան։ Իրանք են այդ հարցերով զբաղվում, մենք ընդամենը էս անում։ Էն էլ իմ տունն է։ Ջերմոցներ, այգի, ինձ է դա հետաքրքրում։ Եկել ինձ է հետաքրքրում, որ մեկ քիչ այս մրգերի ջուացու բանջարանի առաքումը, բան կրախի առաջ չկայնեցնեն։
Հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված քննարկումները կրկին ակտիվացել էին, երբ սեպտեմբերին Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլեչը ժամանեց Հայաստան Ալիջան-Մարգարա սահմանային անցակետով։ Այս խորհրդանշական քայլերի կողքին, սակայն, Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություններն են։ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն ստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիր։